Նախ այդ հանգամանքը մենք արձանագրել էինք նախորդ դատական նիստի շրջանակներում, երբ որ մտանք պաշտպաններով նիստերի դահլիճ, ականատես եղանք, որ 3 դատախազներ եւ Արման Սարոյանը մուտք են գործում դատավորի մուտքի համար նախատեսված դռնից։ Այդտեղից արդեն մեզ մոտ իհարկե վրդովմունք առաջացավ, որ ինչով է պայմանավորված, որ դատավարության մասնակիցները նման տարանջատված, տարբերակված մոտեցման են արժանանում, հետևաբար այս դատական նիստից առաջ, երբ որ մենք մուտք գործեցինք դատարան պաշտպաններով, ականատես եղանք, որ պաշտպաններին շատ այսպես մանրակրկիտ զննում են, հրահանգներ են տալիս ձեռքի իրերը զնման սարքի տակով անցկացնել, առանձին զնման սարքն են մեր վրայով անցկացնում։ Իհարկե սա օրենքով նախատեսված գործողություններ է եւ դատական դեպարտամենտը լիարժեք իրավունք ունի անվտանգության միջոցառումներ իրականացնելու։ Սակայն սա չի կարող վերաբերել միայն պաշտպաններին եւ պաշտպանական կողմին։ Հետո ականատես եմ լինում, որ Արման Սարոյանը մուտք է գործում դատարան, իհարկե հանրային վրդովմունքը եւ հասարակական պարսավանքը լսելի էր դրսից, երևի այդպես քայլերը արագացրեց, շտապեց դատարան ու ուղիղ բարձրանում է դեպի դատական նիստերի դահլիճ։ Ստիպված ես ճանապարհը արգելափակեցի, պահանջեցի կարգադրիչներին, որ ինչպես որ պաշտպաններին, լրագրողներին եւ մյուս անձանց են զնության ենթարկել անվտանգության նկատառումներից ելնելով, այնպես էլ բարի լինի դատական դեպարտամենտը նույն գործողությունները իրականացնի ինչպես տուժողի, այնպես էլ դատախազների նկատմամբ։ Եվ շատ այսպես դժկատությամբ ոչ դատախազները չէին եկել, հետո որ մտանք նիստերի դահլիճ, ես դատախազներին հարցրեցի, թե հարգելի գործընկերներ, դուք զննվել եք մտնելուց եւ որ դռնից եք մտել։ Սա ինչ տարբերակված մոտեցում է, այսինքն եթե իրենք իշխանական լիազորություններից են օգտվում, ուրեմն պիտի մտնեն դատավորի համար նախատեսված դռնից, հավասար մրցակցության պայմաններում դատավարության բոլոր մասնակիցները պետք է ունենան հավասար իրավունքներ, հավասար պարտականություններ, սկսած դատարանի դռնից մինչև դատաքննության ամբողջ ընթացքը։ Հետևաբար ես այդտեղ ընդվզեցի, այսպես ասած, այդ անարդարության դեմ, որ սրանից հետո որևէ մեկը իր մտքով չանցկացնի, որ պաշտպանների նկատմամբ կարող են զնության ավելորդ գործողություններ իրականացվել, իսկ դրանք ավելորդ գործողություններ են, որովհետև մեր ձեռքին որևէ բան չկա եւ այդպես մարմնի վրա այդ զնության սարքը անցկացնելով իրենք դեմոնստրատիվ ցույց են տալիս, որ հասարակական ինստիտուտի ներկայացուցիչների նկատմամբ կարող են նմանատիպ գործողություններ անել, իսկ կարող եք դուք նման պատշաճ գործողություններ իրականացնել իշխանական լիազորություններով օժտված հանրային մեղադրողների նկատմամբ։ Ես այստեղ հռետորական հարց եմ հնչեցնում, բայց միևնույն ժամանակ պահանջում եմ, որ հետ այսու հանրային մեղադրողների եւ տուժողի նկատմամբ, անկախ նրանից, որ իրենք իշխանության այսպես աջակցությունից եւ զորակցությունից են օգտվում, լինի նույն մոտեցումը, ինչ որ փաստաբաններին, պաշտպաններին եւ պաշտպանական կողմին, ինչպես նաեւ լրագրողական հանրությանը։ Շնորհակալություն։ Տիկի Ֆարմանյանի մեկ ճշգրտում էր, ամեն գնով գործը ուղարկել Երևան, ինչը, այսինքն դատավորը ձեռքերը լվանում է, այս քաղաքականությունն է։ Ես չեմ ուզում նման եզրույթ օգտագործել, որ դատավոր Ռուշանյանը ձեռքերը լվանում է, որովհետեւ ինչպես դատական նիստի ժամանակ դուք լսեցիք, ինքը ասաց, որ նույնիսկ իր արձակուրդից չի օգտվի, իր հնարավորությունից, ուրեմն գործից բացակայելու որևէ կերպ դրանից չի օգտվի եւ պատրաստական է գործը շարունակել, սակայն իրավական խնդիր է տեսնում։ Մենք այդ իրավական խնդիրը չենք տեսնում, որտեղ ինչպես պարոն Զոհրաբյանը նշեց, այն արարքը, որը վերագրվում է ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր մյուս հոգեվորականներին,
ենթադրաբար այդտեղ քան Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարվել չէր կարող, որտեղ դա տեղի է ունեցել Գերագույն հոգևոր ժողովի շրջանակներում եւ առաջարկը ստանալով ամենայն հայոց կաթողիկոսը իր տնօրինչական կանոնական լիազորությունների շրջանակում կարգալույծ է հռչակել տուժող հռչակված Արման Սարոյանին, ես իրեն որպես տուժող էլ դժվար եմ տեսնում, որտեղ այստեղ ես նույնիսկ եւ մեր ամբողջ թիմը որևէ քրեական գործին, քրեական վարույթին մոտ որևէ իրավական կապ չենք տեսնում, դրա համար այսպես ես նաև Արման Սարոյանին իրական տուժող չեմ էլ համարում։ Իսկ այն հանգամանքը, որ Արման Սարոյանը նշեց, որ վտանգ է զգում իր կյանքի հանդեպ, ինչպես եք սա դուք որակում։ Արման Սարոյանը արեստացին է բարձրացնում այդ հարցը, ես դատարանի առջև հենց այդ դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունեցա, որևէ վտանգ նրան չի սպառնում, այլ նրա նկատմամբ տեղի է ունենում իրավաչափ հասարակական պարսավանք։ Իսկ այդ հասարակական պարսավանքը եւ հանրային հարթակներում է տեղի ունենում եւ դատարանի առջեւ եւ որտեղ որ ինքը հայտնվի, ես հստակ տեղեկացված եմ, որտեղ շատ անգամ ականատես եմ եղել, որ հանրությունը Արման Սարոյանի իրավական, հակա եկեղեցական գործողությունների պատճառով նրան ենթարկում է հանրային պարսավանքի, իսկ նրա անձին հաստատապես որևէ վտանգ չի սպառնում։ Հետևաբար Արման Սարոյանի այդ դիրքորոշումը մտածածին էր, ինչը որ դատավոր Ռուշանյանի կողմից իրավաչափորեն այդ միջնորդությունը մերժվեց եւ ինչը որ արձանագրվեց, որ նրա նկատմամբ անվտանգության նույնիսկ միջոցի հարց չի կարող առաջանալ, հետեւաբար Արման Սարոյանը ուղղակի հերթական մերձիշխանական, այսպես կիսաբեմադրությունն է ներկայացնում ինձ համար Արման Սարոյանի եւ նրա նման հակաեկեղեցական գործունեություն իրականացնող անձանց գործողությունները ես կարող եմ որակել որպես կիսաբեմադրություն ի աջակցություն իշխանություններին։ Շնորհակալություն։